Շիրակի մարզի Աշոց համայնքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում պետություն համայնք համագործակցությամբ բթացող աշխատանքները տեսանելի են սկսած Աշոց բնակավայրի կենտրոնական հրապարակից։ 2024 թվականին մեկնարկել ու այժմ ավարտական փուլում են հրապարակի ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները։ Պետություն համայնք համամասնությամբ 50% պետություն 50 համայնք համամասնությամբ շինարարության ընդհանուր արժեքը մոտավոր 80 միլիոն դրամ է։ Եկել ենք արդեն ավարտական փուլին, մոտավորապես հասել ենք մեկ շաբաթից կունենանք ավարտական վիճակ։ Համայնքի առաջնահերթությունների շարքում իհարկե չէր կարող չլինել ավելի քան 30 տարի անուշադրության մատնված հրապարակը։ Խորհրդային միության փլուզումից հետո երբևիցե չի վերանորոգվել։ Մոտ 30 տարի կռունտային վիճակ է։ 3680 քառակուսի մետր տարածքում ասֆալտը երկու շերտից է բաղկացած համապատասխանաբար 5 եւ 4 սանտիմետրերով։ Դե հիմք արդեն լրիվ կառուցված է, իրականացում ենք ասֆալտ բետոնյա ծածկի կառուցումը։ Կատարվել է նաև բարեկարգման աշխատանքներ, բազալտից եզրաքարեր են տեղադրվել, եզրաշարեր են տեղադրվել, տեսնում եք կուլտուրայի հանդիմաց աստիճանավանդակներն են կառուցվել, բազրիկներ են կառուցվել։ Շինարարները նաև խնդիրների են բախվել աշխատանքի ընթացքում, բայց գործը կազմակերպել են այնպես, որ որակյալ արդյունք տան։ Ջաջային կռունտեր, սևահող եւ արտեզյան ջրերի առկայություններ։ Դա քաղաքին բարդություններ ստեղծեց մեզ համար, նախնական աշխատանքներ պայմանավորվածություն ցեր բերեց, ամբողջ մագերեսը ամբողջությամբ տեղադրել են կուտակարեր, ամրացրել են կռունտը, այնուհետև բարձր ֆրակցիայի խիչ բետոնոր իրականացրել ենք այն ճանապարհային հագուստի շերտերի իրականացումը, որն նախատեսված էր մեր նախագծում։ Ճանապարհաշինարարական այլ աշխատանքներ եւս Աշոցքում իրականացվելու ընթացքի մեջ են, նշում է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։ Աշոցքում անցած տարի ունեցել ենք մոտ 11 կիլոմետր ասֆալտապատում միջպետական ճանապարհը, մոտավորապես 2 միլիարդ 300 միլիոն հաջողությամբ Աշոցից մինչև Բավրա Մաքսատուն այդ հատվածը։ Այս տարի ունենք 5 կիլոմետր ճանապարհահատված Վարդախորից դեպի Տաշիր տանող ճանապարհը, որը մեր տարածքի համար նաև շատ կարևոր է։ 7 բնակավայրերում ունենք սալարկում, որը մրցույթը հայտարարված է ու սպասում ենք մոտ 10-15 օրից երևի սկսենք աշխատանքները։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Աշոցքի Բավրա բնակավայրում իրականացվում է կլաստերային դպրոցի շինաշխատանքները, այն կսպասարկի 4 բնակավայրերի։ Սարագյուղ, Բավրա, Սիզավետ եւ Թավշուտ բնակավայրերին ներքնահարկի շինարարությունն է ընթանում այս պայդրությամբ, պլանավորված է 26 թվականին ավարտական վիճակի բերելու։ Պետբյուջեի միջոցներով իրականացվող շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ արժողությամբ շինարարության ավարտը 2026 թվականն է։ Աշոցքին բնորոշ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են։ Շինարարները պետք է ամեն արևոտ օր նպատակային օգտագործեն։ Մի տարվա ընթացքում ոչ գարուն եմ տեսել, ոչ ամառ։ Մենակ 3 ամիս աշունա, 9 ամիս ձմեռ։ Զորոյական ցիկլը գրեթե վերջացրել ենք։ Չին բան մնացել է։ Զորոյական արդեն դժգան բան։ Ու մանկապարտեզի առաջի հարկի պատերն ենք բետոնացումը ավարտել, սպորտ դալիճի բետոնացման աշխատանքները սկսում ենք, այսօրվանից սկսում ենք դեռ։ 1600 քառակուսի մետր տարածքում կլինեն դպրոց նախատեսված 150 աշակերտի համար, մանկապարտեզ 70 սանի համար եւ մարզադահլիճ։ Աշոցքի Ղազանչի բնակավայրում էլ կրկին 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության 75 տեղ հզորության մանկապարտեզ է կառուցվում 374.4 միլիոն դրամ արժեքով։ Այս պայդրությամբ ընթացքի մեջ է շինարարական աշխատանքները սկսվել են մոտ 2 ամիս առաջ, ընթանում է նորմալ է, նախատեսված է հաջորդ տարի ավարտական վիճակի բերելու։ 400 քառակուսի մետր մակերես ունի, այդ շատ մեծ մանկապարտեզ է, մի քանի գյուղերի համար մենակ Ղազանչի համար չի, ապաստարանով, մեծ ապաստարանով ընդարձակ բոլոր հարմարություններով։ Մի խոսքով բոլորը պետք է իհարկե մեծ տերիտորիա ունի, այստեղ բոլոր սպորտային մարզական, ֆուտբոլի բոլոր բաները կա։ Նշենք, որ Աշոց համայնքն այս տարի ունի 10 սուբվենցիոն ծրագիր 25 ենթածրագրերով։ Դրանք ներառում են ճանապարհաշինարարություն, գազաֆիկացում, ջրագծերի ու ոռոգման ցանցի փոփոխման աշխատանքներ, համայնքային կենտրոնների վերանորոգումներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, Հայկ Կապրելյան, այսօր։